Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր Նորանտապանի մամուլի սրահի հյուրն է Սինջար եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բոհիկ Իլհազին։ Ասուլիսը այսօր մեր վերաբերվում է նվիրված է ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ը հռչակվեց որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, որից փորձենք անդրադառնալ այդ կոնվենցիային եւ արդյոք այդ բանաձևները եւ կոնվենցիաները թույլ են տալիս ընդհանրապես մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունները կասեցնելու։ Մենք անդրադառնանք եզդիների զանգվածային սպանություններին, որոնք տեղ ունեցան Մերձավոր Արևելքում եւ հատկապես Իրաքում։ Խոսենք, թե ինչ տվյալներ ունենք ներկայումս, ինչպիսի իրավիճակ է եւ Հայաստանում ապաստան գտած ընտանիքների կարգավիճակը ինչպիսին է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պետք է նկատել անդրադառնալով այդ բանաձևերին, պետք է նկատել, որ բանաձևերը եւ այդ կոնվենցիաները զուտ գործիք են միջազգային քաղաքականության եւ այստեղ հարցը թե այդ միջազգային խաղի մասնակիցները եւ միջազգային կառույցները, պետությունները ինչպես են օգտագործում այդ գործիքները, եթե կա երկակի ստանդարտ, ինչը որ մենք գիտենք եւ փաստում ենք, որ բոլոր դեպքերում կա երկակի ստանդարտ եւ այս դեպքում այդ բանաձևերը որևէ բան չեն փոխի, բայց ամեն դեպքում դրանք հնարավորություններ են ցեղասպանությունների կանխարգելման համար։ Եզդիների մասով պետք է նկատել, որ ցեղասպանությունը միայն հենց այն գործողությունները չէին, որոնք տեղի ունեցան օգոստոսին 2014-ին, դրանք նաև այսօր շարունակվող այդ գործողություններն են եւ այսօր զարգացումները իհարկե կան, որովհետեւ ես արդեն ձեր ակումբում մեկ անգամ նշել եմ, որ բացի նրանից, որ կա իսլամական պետության հետ խնդիր, կա նաև ներքին քաղաքական խնդիր կապված իրաքյան քրդական ինքնավարության հետ եւ ընդհանրապես Իրաքի քաղաքական ներքին խոհանոցում կան խնդիրներ, որոնք կապված են եզդիների հետ։ Վերջին զարգացումը այս մասով պետք է նկատել, որ նաև որ Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հրահանգ է տվել եւ զինում է Շանգալում սուննիական ցեղերին, որոնց մի մասը նաև մասնակից եղել եզդիների ցեղասպանությանը։ Այսինքն կան ահաբեկիչներ, բավական մեծ զանգված, ովքեր, ասենք, սափրվում են, հագնում են քրդական ինքնավարության հետ զինված ուժերի հագուստը եւ դառնում են օրինական զինուժի ներկայացուցիչ, հա։ Այսինքն, բայց իրենց բնույթը դրանից չի փոխում եւ եզդիների նկատմամբ վտանգը այս առումով առավել մեծանում է, քանի որ եթե նրանք գործում էին միջազգային խաղի կանոններից դուրս եւ բոլորի կողմից անընդունելի էին, այդ իբ ուժերը գոնե հրապարակային անընդունելի էին, այսօր արդեն եթե իրենք ստանում են քրդական ինքնավարության զինված ուժերի աջակցություն եւ տարբերանշանը կրելու իրավունք, արդեն իսկ հասկանալի է, որ եզդիների նկատմամբ վտանգը մեծանում է եւ այդ process-ը ինչ որ առումով օրինականանում է։ Այս առումով կան վտանգներ եւ իհարկե եզդի փախստականների հարցը առաջին հերթին Իրաքում ապաստանած այլ շրջաններում ապաստանած եզդի փախստականների հարցը, դրանք երեխաների շրջանում տարածվող հիվանդություններն են, դրանք այդ պայմաններն են սոցիալական վատ եւ քաղաքական ճնշումները, որոնք առկա են Իրաքի քրդական ինքնավարության կողմից եզդի փախստականների շրջանում ակտիվ գործիչների նկատմամբ եւ պետք է նկատել, որ այստեղ նաև քաղաքական այլ խաղ է գնում կապված եզդիաբնակ Շանգալի հետ եւ մասնավորապես խնդիրը վերաբերում է նրան, որ այնտեղ առկա են նաև քրդական բանվորական կուսակցության զինյալներ, որոնք նաև սկզբնական շրջանում աջակցություն են հայտնել եզդիներին եւ այստեղ բարզանյական իշխանության միջև կա հստակ խնդիր, այս երկու բարզանյական թևի եւ օջալանական թևի միջև եւ նաև այդ շիական սուննիական ցեղերին զինումը նպատակ ունի նաև այդ PKK զինյալներին դուրս մղելու տարածաշրջանից, բացի նրանից, որ եզդիների դեմ է, դուրս մղելու այդ շրջանից եւ այսպես ասած ոչ քրդերի ձեռքով այդ քրդական մեկ այլ խմբի նկատմամբ ճնշումներ իրականացնել կոնկրետ օջալանական գաղափարներ կրող այդ զինյալների։ Այնպես որ կարելի ասել այս տարածաշրջանը այդ եզդիների մասով բավական խնդրահարույց է եւ
այստեղ թունելի այդ լույսը չի երևում։ Տեսեք, լուծումը ես իհարկե տեսնում եմ նրանում, որ միանշանակ պետքա լինի ինչ-որ բացի դրանից, չէ, տեսեք, միջազգային հանրության արձագանքը այդքան էլ էական չի, որովհետև այդ տարածքում ապրում են ավտոմատավոր մարդիկ, ովքեր իրենք են ներքին հարցերը լուծում, հա, այստեղ Իրաքում ստեղծվել է մի իրավիճակ, որ զենքի փամփուշտի տրամաչափն է որոշում, թե ով է ավելի ճիշտ։ Այսինքն ով ավելի հզոր զենք ունի, նա ավելի ճիշտ է։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե եզները ինչ դիրքավորում ունեն, որտեղ եզների մեջ էլ կա պառակտվածություն, ինչը ես միանշանակ փաստում եմ, որովհետև ես չեմ կարող այսպես դեմագոգիկ հայտարարություն անել, ասել, որ եզները այս պահին միասնական են, որովհետև կան տարբեր խմբավորումներ։ Ես չեմ կարող ասել, որ Բարզանիին աջակցող եզդիներ չկան, չեմ կարող ասել, որ PKK-ին աջակցող եզդիներ չկան, կան նաև երզիական երկու առանձին խմբավորումներ, որը մեկը եզների առաջընթաց այդ կուսակցության զինված խումբն է, որ մոտ 700 հոգուց բաղկացած, որ հիմնականում ապաստանել է Լեռներում, այս բանը էլ շարունակում են գտնվել Լեռներում եւ իրենք չեն ընդունում այս բոլոր կողմերին, կա Հեյդար Շաշոյի գլխավորությամբ Եզդիխանի պաշտպանության ուժերը, որը մոտ 5000 մարդիկ ունի եւ ինքը կարող է ընդունել քրդական որևէ կողմի հետ համագործակցության առաջարկը, ես տեսականորեն դա չեմ բացառում եւ գուցե մոտ ապագայում մենք դա նաեւ գործնականում տեսնենք եւ կան PKK-ին աջակցող զինված ուժեր, կոնկրետ ԵԲՇ-ն, որը տղամարդկանց ջոկատն է եւ ԵՓԺ շնգալը, որը կանանց ջոկատն է, լիարժեք եզդներից բաղկացած։ Եվ պետք է նկատել, որ մոտ 10,000 եզդիներ Պեշմերգայի կազմում են, որը ներկայացնում է բարզանիական թևը։ Այսինքն եզդիները իրենց մեջ էլ պառակտված են եւ այս պառակտվածության մեջ ես նաեւ ինչ որտեղ հասկանում եմ, թե ինչու միջազգային հանրություն չի կարողանում եզդիների հարցով կոնկրետ հայտարարության բանդից գալ, որովհետեւ իրենք իրենց մեջ խնդիր ունեն եւ անհասկանալի է, թե այդ հայտարարությունը ում է վերաբերվելու, այսինքն չէ՞ որ այդ հայտարարությունը պետք է կյանքի կոչողներ լինեն, այդ նախագծերը, որոնք կան, օրինակ եզդի ասորական ինքնավարության ստեղծումը պետք է իրագործող լինեն, հասկանալի է, չէ՞ որ եթե զինված ուժերը խնդիր ունեն իրար մեջ եւ եթե ոչ բոլորն են ընդունում այս ինքնավարության ստեղծման գաղափարը, ապա այն չի իրագործվի գոնե եզդիների մասով։ Եվ բարզանիական իշխանությանն դեմ այդ ինքնավարության ստեղծման, այնպես որ խնդիրը շատ է, բայց առաջին հերթին ես կարծում եմ այդ խնդիրը գալիս է եզդիներից։ Եվ վտանգը ո՞րն եք տեսնում։ Վտանգը բոլոր կողմերից է, ես չգիտեմ, այնտեղ այնպեսի բարդ իրավիճակ է, որ դժվար է ասել, թե որ կողմից սпасել վտանգ, ես կարծում եմ վտանգ կարող եք հայտարարել, որ այստեղ եզդիական համայնք արդեն գոյություն չունի։ Դե այս պահին հենց այդ քաղաքականությունն է վարվում, որովհետև քրդական ինքնավարության, Իրաքի քրդական ինքնավարության հատուկ ծառայությունները եզդի երիտասարդների հետ հատուկ աշխատանքներ են անում, որպեսզի նրանց համոզեն գնալ Եվրոպա, նաև աջակցում են, նաև ֆինանսապես են աջակցում, փաստաթղթերի հարցում են աջակցում։ Այսինքն Իրաքի քրդական ինքնավարությունը վարում է նույն քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է Թուրքիայում ապրող քրդերի նկատմամբ։ Այնպես որ կարելի է նաև արձանագրել, որ գործելավոճով Իրաքի քրդական ինքնավարությունը բարզանիական իշխանությունը շատ մոտ է Էրդողանի իշխանությանը, այսպես գաղափարախոսական եւ նաև հարցերին մոտենալու եւ լուծելու ձևով։ Ինչ վիճակագրության եք հիմա տիրապետում, ինչ ցուցանիշներ կան ձեր ձեռքի տակ։ Տեսեք, մեծ բան գրեթե չի փոխվել, այսինքն փաստականները իրենց տեղում են, ինչ որ մի մասը վերադարձել է ազատագրված այն տարածքներ, որոնք կան, ինչ որ մի մասին թույլ չեն տվել վերադառնալ եւ եղել են նաեւ միջադեպեր սպանությամբ ավարտված քրդական Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի հետ, բավական մեծ զանգված կա, որը ցանկանում է գնալ Եվրոպա, կան մարդիկ, որ այսօր էլ գրում են, որ գան Հայաստան, Հայաստանի միջոցով փորձեն Եվրոպա գնալ, ես ինքս այս process-ին աջակցողներից չեմ եւ չեմ լինի, որտեղ ես կարծում եմ, որ պետք է եզները իրենց հայրենիքում հնարավորություն ստեղծեն ապրելու եւ շատ դեպքերում իրենց համար Եվրոպա ասվածն էլ է ուռճացված եւ իրենք չեն պատկերացնում են դժվարությունները, որոնք ունեն փախստականները Եվրոպայում։ Այս առումով պետք է նկատել, որ այնտեղ եւս դժվարություններ կան եւ այդ հերվից շատ լավ
խոսակցությունները, շատ լավ կյանքը, որը խոստանում են եզդիներին, այդքան էլ այդպես չի։ Եվ բացի դրանից անցման ճանապարհներն են դժվար, մենք գիտենք, որ ծովում տասնյակ եզդիներ խեղդվեցին Եվրոպա հասնելու ճանապարհին։ Հայաստանի մասով ձեր հարցի հիշելով պետք է նկատել, որ վերջի 3 ընտանիքները, որ եղել են Հայաստանում, իրենք գնացել են Հայաստանից։ Իրաքում են։ Պատճառը բարձր պայմաններին եւ չհարմարվելն էր, իրենց որոշումն է եղել այստեղից գնալ։ Ամեն դեպքում ես կարող եմ փաստել, որ իհարկե ֆինանսական աջակցություն չի եղել մեծ պետության կողմից, բայց պետության կողմից հնարավոր ամեն ինչ արվել է։ Օրինակ ինձ զանգահարել են միգրացիոն ծառայությունից, այդ ընտանիքների համար առաջարկել են Երևանում տուն։ Ես բացատրել եմ, որ իրենք Երևանում չեն կարող ապրել, որտեղ իրենց պետք է եւ գյուղական համայնքից են եկել եւ իրենք գյուղական պայմաններին են սովոր եւ բացի դրանից իրենց պետք է թարգմանիչ, որը շուրջ 24 ժամ չի կարող Երևանում իրենց հետ լինել, իրենք ում հետ են շփվելու, ինչպես են շփվելու, այս խնդիրներից ելնելով եւ նաեւ փաստաթղթերի առումով, որ շատ արագ ձևակերպեց եւ նաեւ իրավապահ մարմինները, որ որևէ անգամ խնդիր չեն ստեղծել այդ ընտանիքների համար, ինչ համար պետք է նկատել, որ իրականում բավական լավ մթնոլորտ էր, բայց պայմանները իրենց սրտով չէին եւ իրենք որոշեցին գնալ Հայաստանից։ Իսկ այնտեղ որտեղ իրենք տեղափոխվել են, դուք ինչ-որ տեղեկատվություն ունեք, իրենց տներում են, որտեվ իրենց գյուղը ազատագրվել էր եւ իրենք վերադարձել են իրենց տներ։ Մի ընտանիքը միայն Էրբիլում է մնացել, հույս ունենալով անցնելու Եվրոպա, բայց իրենց տունն էլ ազատագրված, իրենք կարող են վերադառնալ։ Եվ ինչպիսին եք տեսնում այն ուղիները, որոնց միջոցով պետք է ընդհանրապես իրոք կարողանանք հասնել նրան, որ կանխարգել ենք այդ ցեղասպանություն ասվածը։ Ես ասացի, որ արդեն միանշանակ միջազգային հանրության դերը կարևոր է, բայց առաջին հերթին եզդիների մոտեցումն է կարևոր։ Շատ կարևոր է, որ իրենք մի հատ վերլուծեն ինչ տեղի ունեցավ, նաև մենք վերլուծենք ինչ տեղի ունեցավ։ Շատ կարևոր է թողնել մի կողմ քաղաքական, այս նպատակի համար թողնել մի կողմ քաղաքական ներքին դժգոհությունների հիման վրա էլ էր ինչ որտեղ նրանք արտաքին ուժերը Տեսեք, ներքին դժգոհությունը, եթե այդքան մեծ չլիներ, ներքին խնդիրները այդքան մեծ չլինեն, եթե համախմբվածություն լիներ, ապա իրենք կարողանային նաև տեղում պաշտպանություն կառուցել, իրականացնել, այդ տարածքները չթողնելով իսլամիստներին։ Սա հնարավոր տարբերակ, որտեղ եթե մենք հիշում ենք 2011 թվականին հենց ներքին պառակտվածության արդյունքում էր, որ քրդական զորքերը վերցրեցին այդ տարածքի անվտանգության ապահովման հարցը իրենց վրա։ Այսպես ասած, անվտանգություն, որտեղ մենք տեսանք չապահովեցին իրենք անվտանգություն։ Եթե եզդիները համախմբված լինեն, իրենք կարողանային, որտեղ Իրաքի սահմանադրությունը լիարժեքորեն իրենց հնարավորություն տվել էր ինքնավարություն հաստատել, լիարժեքորեն հնարավորություն տվել էր այդ ինքնավարության տարածքում ունենալ անվտանգության ուժեր, հենց այդ պառակտվածության արդյունքում չօգտագործվեց այդ տրված հնարավորությունը եւ բաց թողվեց պահը։ Հիմա արդեն իհարկե արդյունքում հնարավորություն տրվեց բարձանյական զինված ուժերին ներխուժել շանգալ, չնայած իրենք օրինական իրավունքներ չունեին, ներխուժել շանգալ, բնակչությանը համոզել, որ իրենք կզբաղվեն այդ տարածքի անվտանգությամբ, զինված տղամարդկանց զինաթափել այս տարիների ընթացքում, դա արդեն ցեղասպանությունից հետո, բայց բարձանյական իշխանությունը երբ որ մտավ շանգալ 2011-ին, այնտեղ կային զինված խմբեր եզդիական, որոնք իրենց անվտանգությունից ելնելով պահում էին զենք։ Երբ որ բարձանյական զինված ուժերը մտան այդ տարածաշրջան, ասացին մենք կապահովենք ձեր անվտանգությունը, դուք զենք պահելու կարիք չունեք այլևս։ Եվ այդ մարդկանց զինաթափեցին։ Իսկ 2014-ին երբ որ դուրս եկան, այդ մարդիկ զենք ունեցողները արդեն զինաթափված էին եւ մնացածը արդեն ձեր ասած այս ստրկավաճառությունը, այդ սպանությունները հազարներով եւ մինչեւ այսօր ստրկության մեջ գտնվող կանայք եւ երեխաները, որոնք այս պատմության ամենացավալի հատվածն են։ Բորիս, ուզում եմ հարցնել նաեւ, քանի որ տարին ավարտվում է, ինչպիսի արդյունքներ ընդհանրապես արձանագրել ձեր կազմակերպությունը։ Դուք բավականին ակտիվ եք աշխատում եւ եզդիների այս ցեղասպանության հետ կապված եւ ընդհանրապես եզդիների քարորյա պատերազմի հետ կապված մենք ունեցանք նաեւ հանդիպում եւ տեսանք թե իր գործը։ Ինչ արդյունքներ եք ընդհանրապես արձանագրել։ Արդյունքները ես իհարկե չեմ ասի դրանք մեծ են կամ փոքր, այլ արել ենք հնարավորության սահմաններում։ Մեր առաջին արդյունքը եղել է այն, առաջին ակնառու եւ արձանագրված արդյունքը, որ մենք կարողացել ենք ուսումնասիրենք եզդի կանանց կրթության
իրավունքի խախտման այդ դեպքերը եւ պատրաստել ենք զեկույց, որը նաեւ ի ուրախություն մեզ բոլորիս հրատարակվել է գրքույկի տեսքով եւ այնտեղ կան բավական հետաքրքիր տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ հատկապես այն հատվածում 15 գյուղերում, որտեղ մենք ուսումնասիրություն ենք իրականացրել, կանանց մոտ 50%-ը անգամ 8-րդ դասարանը չի ավարտում, այսինքն անգամ դպրոցը չի ավարտում, ու մնաց բարձրագույն կրթության մասին խոսել։ Սա հստակ կարևոր խնդիր է եւ ապրիլյան պատերազմից հետո այդ զոհված մի քանի ընտանիքներին աջակցությունը, որը նաեւ հանրության օգնությամբ տեղի ունեցավ եւ հանրությունը կանգնեց մեր կողքին, նաեւ դուք գիտեք, մենք ձեզ մոտ եղանք տարբեր նախաձեռնող խմբեր միացանք իրար, իսկ ինչ վերաբերվում է մեկ այլ արդյունքի, դա վերջերս մեր կողմից հրատարակված նոր գրքույկներ կապված քարոզիա պատերազմի մասնակից եւ զոհված եզդի զինծառայողներին, 3-ը այդ գրքի հերոսներից 3-ը զոհվել են իրենց քարոզիա պատերազմի օրերին, մեկը դեկտեմբեր ամսին, բայց մենք դա համարելով, որ քարոզիա պատերազմի սկիզբն էր դրվում դեկտեմբերին, այդ դիվորսիոն հարձակումների ժամանակ այդ պատմությունը եւս ներառեցինք այդ գրքույկում եւ այդ 4 երիտասարդների մասին կարճամետրաժ փաստագրական ֆիլմեր նկարահանելն էր եւ համացանցում դնելը, ինչը կարծում եմ եւս այս մեր տարվա աշխատանքների արդյունքներից էր, շատ ավելի կարևոր մեկ այլ արդյունք դա ազգային ժողովի օրակարգ մտած Իրաքում եզների նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացման ցեղասպան քաղաքականություն դատապարտող հայտարարության օրակարգ մտելն է, ճիշտ է, ինքը դեռ չի ընդունվել, բայց այդ նախագիծը պատրաստել ենք նաև մենք, մասնակից ենք եղել այդ process-ին, այո, մասնակից ենք եղել, ձեր մոտ ներկայացրել ենք մանրամասները, Բարգավաճ կուսակցության մի քանի պատգամավորների, նաև Ժառանգությունից Թևան Պողոսյանի հետ մենք համախմբումից Էլինարը Վարդանյան միացավ այդ նախագիծը պատրաստեցինք եւ հիմա ինքը ազգային ժողովի օրակարգում է դժվար ճանապարհ է անցնում, բայց մենք կարծում ենք, որ սա շատ կարեւոր քայլ էր, որը նաեւ մեր աջակցությամբ տեղի ունեցավ։ Այսպեսի մի հարց եմ ուզում ձեզ ուղղել, Բորիս, նոր կառավարություն, նոր վարչապետ, ինչպես ընդունեց ընդհանրապես համայնքը այդ փոփոխությունները։ Դուք ինչ որ ոլորտերում զգացիք այդ փոփոխությունները, թե Գիտեք, համայնքը, որպեսզի համայնքը այսպես գնահատական ունենա ինչ որ ներքաղաքական եւ ընդհանուր մեր բոլորի կյանքին վերաբերող փոփոխություններ, պետք է ակտիվ լինի։ Մենք գիտենք, որ եզդիական համայնքը որպես քաղաքացիական հասարակության այդպես դրսևորումները շատ չեն մեր համայնքում եւ ակտիվ իրավատեր քաղաքացիները բավական պակաս են, այնպես որ ես չեմ կարող ասել, որ համայնքը ինչ որ գնահատական ունի եւ համայնքը դրական արձագանքեց կամ բացասական արձագանքեց։ Ես կարող եմ իմ մոտեցումն ասել, որ ինձ համար նոր փոփոխված կառավարություն դեռևս որևէ բան չի նշանակում, այսինքն չի նշանակում, որ նախորդից լավն էր եւ դեռևս չենք տեսել այդ լավ արդյունքները եւ մենք միայն տեսել ենք, որ օրինակ թանկ ավիատոմսերը, որոնք գնվում էին նախկինում, հիմա էլ են գնվում, մենք տեսել ենք, որ այն թանկ ծախսերը, որ արվում են նախկինում, հիմա էլ են արվում, միայն ինչ որ կրճատումների մասին է խոսքը գնում, բայց ես կարծում եմ այդ նախարարություններում, այդ տարբեր պետական կառույցներում կրճատվող մասսան նորից կլինի այն մարդիկ, ովքեր վերևներում տերեր չունեն եւ չեն կարող զանգել իրենց համար, որպեսզի իրենք մնան իրենց աշխատանքի, գուցե եւ շատ ավելի լավ աշխատողներ են, սա էլ այդ լավ արդյունքի մասին չի խոսում, ես օրինակ վարչապետի վերջին ասվածին փորձել եմ հարց տալ, որ ինչի հանդիպում չկազմակերպվեց նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հասկանալու համար նրանց խնդիրը, արձագանք չի եղել, հուսամ ինչ որ ժամանակ կլինի արձագանք, որովհետև երբ որ մենք խոսում ենք հանրության մասին, հանրության խնդիրների մասին, երբ որ մենք խոսում ենք փոփոխությունների մասին այս երկրում, պետք է հասկանանք, որ այդ փոփոխությունների կրողները նաև այստեղ ապրող տարբեր խմբերն են, ոչ միայն ազգային փոքրամասնություն, դրանք էթնիկ տարբեր փոքրամասնությունները այդ փոփոխությունները կրողներն են, դրա համար լավ կլինի իրենց հետ էլ քննարկել, իրենք ինչպիսի տեսլական ունեն, ինչ փոփոխություններ են ցանկանում կամ ինչ փոփոխություններ են տեսնում, այնպես որ այս առումով դրական տեղաշարժ չկա, միայն սպասենք, կարծում եմ տարեվերջին հասկանալի կլինի թե ինչպես է տարին փակվում եւ եթե բյուջեն ընդունվի ազգային ժողովում թե ինչ բյուջե ընդունվում, ես միայն տեղյակ եմ, որ նախորդից տարբերվող որևէ էական փոփոխություն չկա այդ բյուջեում։ Ես կարծում եմ, որ հանրությունը պետք է
իր գնահատականը առաջիկա ընտրություններում տա այս իշխանություններին։ Ես ակնկալում եմ, որ հանրապետականը չպետք է մեծամասնություն կազմի, որովհետև եթե ոչ փոքրամասնություն, որովհետև այս տարիների իր կառավարումը եւ այս տարիներին իր ձախողումները, նաեւ ապրիլյան պատերազմը, որը իր ձախողումներից մեկն էր, արտաքին քաղաքական առումով ձախողումներից մեկն էր, պետք է հստակ գնահատական ստանա։ Եթե հանրությունը այս ամեն ինչին, ի վերջո ընտրությունը ինչ է, ես իմ համոզմամբ ընտրությունը դա հանրության գնահատականն է իշխանություններին կամ ընդդիմությանը, ովքեր ծրագրեր են ներկայացնում եւ իշխանությունը, որը ծրագրեր պետք է իրականացներ, հանրությունը պետք է հստակ գնահատի այս անցյալ 5 տարին իշխանություններին։ Ես կարծում եմ դա գոնե բավարարի ձգվող գնահատական չի, գոնե 3, եթե 5 բալանոցով հաշվեն, գոնե 3 չի ձգվում այդ գնահատականը, այնպես որ ինչ է լինում, երբ մարդը ուսանողը կամ աշակերտը մեր ժամանակ աշակերտը 3 չէր ստանում, ինքը վերաքննություն էր մնում, իսկ վերաքննության դեպքում կտրվում էր, դուրս էր մնում այդ դասապրոցեսից, այնպես որ կարծում եմ պետք է վերաքննություն թողնել ՀԿ-ին, դարձնելով նրան ընդդիմություն լավագույն դեպքում, իսկ վերաքննությունը լավ չհանձնելու դեպքում պետք է ուղղակի նաև ընդհանրապես ձայն չտալ եւ թողնել, որ նա քաղաքական կյանքից դուրս մնա։ Իսկ ինչ ծրագրեր ունի ձեր կազմակերպությունը 2017 թվականին, ինչ որ արդեն Գիտեք, չէ, այդպես ես կազմակերպության անունից չեմ խոսի, որտեղ կազմակերպությունը, որը ներկայացնում հասարակական է, այսինքն քաղաքական process-ների վրա ունի ազդեցություն որոշակի իր չափով եւ իր ոլորտում, բայց նաեւ ես չեմ փորձի կազմակերպության անունից որևէ ուղղորդում անել։ Ես կարծում եմ, որ մարդիկ, այդ թվում ես, նաև իմ տեսակետը կհայտնենք ընտրություններից առաջ, այսինքն մենք ինչ տեսլական ունենք, մարդիկ էլ իրենց գնահատականը կտան։ Գուցե կլինեն մարդիկ, ում ես ինքս անձամբ կաջակցեմ եւ կխնդրեմ, որպեսզի նաև ինձ հավատացողները աջակցեն, բայց դա արդեն ապագայի խնդիր է, պետք է մենք հասկանալ ինչ է լինում, բայց միանշանակ այս պահին կարող եմ փաստել այս ձախողումներով հանրապետականին գոնե չպետք է ընտրել։ Լավ, հետևենք զարգացումներին, ընտրություններից առաջ գուցե կհանդիպենք, հանդիպենք, կտեսնենք արդեն ինչ ծրագրեր, ինչ մարտահրավերներ դուք ունենք արդեն ձեր կողմից եւ կարծում եմ, որ դրական ցուցանիշների դեպքում կարտանագրենք, որ ձեր կատարած աշխատանքները լիարժեք են եղել։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ երևի թե ձեր վերջին կոչը ցեղասպանությունների հետ կապված Իմ վերջին ընդհանրապես պետք է հանդուրժող լինել, ընդհանրապես պետք է ինչ որ ազգությունները, այսպես թշնամաբար չտրամադրվեն իրար, կան տարբեր ազգությունների մեջ կան այս կամ այն խմբի նկատմամբ թշնամական քաղաքականություն իրականացնող խմբեր, բայց դրանք մեկ ամբողջ ազգության անունից չեն հանդես գալիս, օրինակ այս բանը ես չեմ դատապարտում բոլոր արաբներին, ում անունից հանդես են գալիս կամ բոլոր մուսուլմաններին, ում անունից հանդես է գալիս իսլամական պետությունը։ Ես չեմ դատապարտում բոլոր քրդերին, ում անունից հանդես է գալիս բարձրանյական իշխանությունը։ Ես դատապարտում հենց նրանց կոնկրետ իրենց քաղաքականությունը հենց այդ խմբերին։ Այս առումով կարծում պետք է ավելի անդուրժող լինել։ Ի վերջո ես կարծում նոր տարում պետք է ավելի դրական տրամադրվել եւ ավելի դրական նախագծեր ունենալ, պետք է փորձել ուղղակի լուծել այն խնդիրները, որոնք առկա են։ Նախ առաջին պետք է արձանագրել այդ խնդիրները, մեր մոտ այդ խնդիրը կա։ Եվ Հայաստանում եւ ընդհանրապես եզների կյանքում մենք չենք արձանագրում մեր խնդիրները, այսինքն չենք գույքագրում ինչ խնդիրներ ունենք եւ փորձում ենք լուծել առանց գույքագրելու։ Դա այդպես չի լինում, պետք է գույքագրել խնդիրները եւ 2017-ին փորձել այդ խնդիրները լուծել անկախ քաղաքական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքների պատկանելությունից եւ անկախ ընդհանրապես ֆինանսական, սոցիալական կարգավիճակից։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ եւս շնորհակալ եմ։